եմ այսօր առաջարկում ձեզ եւ մեզ։ Իսկ համեղ նախաճաշի ինչի հարկավոր ձեզ, որպեսզի դուք գրի առնեք այն, ինչ առաջարկում եմ։ Հագնեմ ձեռնոցը եւ ասեմ ինչ եմ արել։ Հիշեցնեմ, որ մենք պատրաստում ենք շերտավոր խմորով ուտեստ։ Շերտավոր խմորը ես կտրատացնեմ նախընտրել, ինչի որովհետեւ ժամանակի մեջ պետք է տեղավորվենք։ Ամենաթանկը ժամանակ, առողջություն, հետո ժամանակ։ Հիմա սա մի կողմ դնեմ, շերտավոր խմորը արդեն բաց եմ արել։ Մի հատ էլ վրայով անցնեմ։ Ունենք խոզապուխտ։ Խոզապուխտը ես մանր կտրատել եմ։ Իդեպ, եթե մեծ կտոր է ձեզ մոտ, ձեռքի տակ կարող եք, օրինակ, սառնարանից հանեցիք, քերիչով կարող եք անցկացնել ինչպես եւ պանիրը։ Այնուհետև հիմա ավելացնելու եմ վրան պանիրը, իդեպ հիշեցնեմ, որ իմ ձեռքի տակ կա սուլուգունի տեսակի պանիր, որը շատ ավելի ճգվող, համեղ, շերտավոր խմորին համահունչ, համապատասխան, մի խոսքով։ Համեղ նախաճաշ է մեզ այսօր սպասվում համեղ առավոտի խոհանոցում։ Այսպես փակել ենք, իդեպ գաղտնիքներից մեկը նա է, որ քանի որ ինքը ուռչելու հատկություն ունի, այսպես ծակելու ենք։ Ես արդեն մի քանի հատը հասրել եմ անել, այդ իսկ պատճառով ես հասրեցի նաև իմ թեյը համեղ վայելել, բուսայուղը արդեն փայլաթիթեղի վրա ես ամբողջությամբ տարածել եմ, որպեսզի հանելիս կպած չլինի։ Սա ես օդ եմ անում, այսինքն բարձրանալու է ուրիշ շերտավոր խմոր է։ Անցքեր եմ անում, որպեսզի հանգիստ կարողանա ամբողջությամբ եւ մեջը եւ արտաքին հատվածը եփվի։ Այս հատվածը մնացել էր։ Սա էլ փակեմ, արդեն փայլաթիթեղի վրա միասին շարենք։ Հիշում եք, ունենք մեր ձեռքի տակ քունժուտ, ունենք ձու։ Հիմա վրան կդնենք։ Այստեղ մեկ ձու եմ կոտրել։ Իրականում ասում են, որ միայն ձվի դեղնոցը ավելի է կարմրացնում, բայց ես համոզվել եմ, որ երկու պարագայում էլ, այսինքն ամբողջությամբ ձուն, որ կոտրում է սպիտակուցի հետ միասին, միևնույն է կարմրաթոշի կեսարկում ցանկացած տեսակի խմոր, այնպես որ առանձնացել, կարծում եմ, այս պարագայում անհրաժեշտ չէ։ Եվ հիմա ամբողջությամբ կտարածենք, իհարկե ես դեռ ունեմ ձեռքի տակ մի քանի շերտավոր խմոր, մանրացրել եմ խոզապուխտը եւ հասցնելու ենք վայելել։ Քունջուտն էլ ավելացնեմ, սևը եւ սպիտակը։ Այսպես։ Սպիտակն էլ ավելացնեմ եւ հիշեցնելու եմ, որ շաբաթվա սկզբում մենք ծանոթացանք շատ հետաքրքիր գործընկերոջ հետ։ Ես ասում եմ հետաքրքիր, որովհետև զահանեմ որպեսզի ներկայացնեմ։ Իսկապես հետաքրքիր է, կախարդական գործընկերոջ հետ, որի անունն է Fresh Mama, իդեպ Walmart ընկերությունն է ներկայացնում։ Ես արդեն 2 տոպրակները օգտագործել եմ, մեկ անգամ եւս կուզեմ ցուցադրել այն հեռուստադիտողներին, ովքեր հենց նոր են միացել, ծանոթ չեն։ Ասեմ, որ Fresh Mama-ն նոր տեխնոլոգիայով արտադրված ճապոնական տոպրակ է, նախատեսված է մրգի, բանջարեղենի, թարմությունը, երկարատևությունը պահպանելու համար չի պարունակում որևէ թունավոր նյութ, նախատեսված է բազմակի օգտագործման համար, այն կարող եք ձեռք բերել գրեթե բոլոր սուպերմարկետներում կամ պատվիրել Fresh Mama Armenia Facebook-յան եւ Instagram-յան էջերում, այնպես որ ես արդեն 2 կանաչիներ, որը օգտագործել եմ, մի քիչ մնացել էր, ես դրել եմ այնտեղ, 3 ցուցադրել եմ եւ ասեմ, որ հավատացնում եմ, ես օգտագործել եմ, դուք կարող եք այդ կախարդական Fresh Mama-ից օգտվել, խնայեք ձեր գումարը, դնելով մեջը բանջարեղենը, մթերքը եւ պահպանեք։ Նկատում եք, չէ՞, որքան զգուշությամբ եմ ես պահպանում սա, որովհետեւ ես դեռ պետք է օգտագործեմ։ Չգիտեմ, ցույց տամ։ Ցույց տամ ամեն դեպքում 2 կանաչիները, մեկը, իդեպ իրենք ասում են, որ մրգերը կամ բանջարեղենները խառնել չի կարելի, բայց երկուշաբթի օրը, քանի որ ես ունեի իմ ձեռքի տակ կանաչ սոխ եւ կանաչի, ես 2-ն էլ դրեցի մեջը, սա երկուշաբթի օրվա համար նախատեսված, այ խնդրեմ, սա նայեք, սա է
արտաքին տեսքն է, որը երկու շաբթի օրվանից մենք դրել ենք փորձարկություն անենք, սա էլ երեկվան է դրած այստեղ, այնպես որ կարող եք գնել եւ բազմակի օգտագործել։ Ցիլի հերստադիտողներ, ծանոթացաք Fresh Mama-ի հետ, Valmar ընկերության կողմից առաջարկված մեր նոր գործընկերոջ հետ, այնպես որ գնեք, խնայեք ձեր գումարը։ Իսկ ես շարունակեմ իմ համեղ ուտեստը պատրաստելը, որովհետև շերտավոր խմորը պետք չի որպեսզի երկար սեղանին մնա։ Խոսքը փոխանցեմ Դիանային, անցնեմ աշխատանքի, հագնեմ ձեռնոցները։ Շնորհակալություն Սաթենիկ։ Հիմա առաջարկում եմ դիտել տեսահոլովակ, դրսում անձրև է եւ այդ տրամադրության համապատասխան լինենք։